Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել այդ հարցի համատեքստում թուրքական կողմի համար կարևոր են Ադրբեջանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Աքիվ Չաղաթայ Քլիչի խոսքով Անկարան ուշադիր հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներին, համապատասխան քայլեր են ձեռնարկվում։ Իհարկե մենք քննարկումների մեջ ենք Հայաստանի հետ, կան միջազգային կառույցներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանը։ Մենք աշխատում ենք ճիշտ լուծում գտնելու, միասին առաջ շարժվելու եւ խաղաղ ապրելու ուղղությամբ, ասել է թուրք պաշտոնյան։ Հարցին արդյոք ներկայումս քննարկվում է Թուրքիայում եւ Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ թեման, նա նշել է. առայժմ դրա համար նախադրյալներ չկան։ Կրկնեմ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կդառնա, հավելել է Քլիչը։ Միացյալ Նահանգների նախագահը Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին։ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Ջիդայում Կիևի եւ Վաշինգտոնի պատվիրակությունները քննարկել են ոչ միայն հնարավոր զինադադարը, այլև հողային հարցեր։ Նա հիշեցրել է, Սաուդյան Արաբիայում ուկրաինական կողմը համաձայնել է 30-օրյա հրադադար հաստատել։ Այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով որոշ դրական մեսիջներ է ստացել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Լրագրողի հարցին ինչ ճնշում կարող է Թրամփը գործադրել Մոսկվայի վրա ստիպելու գնալ խաղաղության, Միացյալ Նահանգների նախագահը պատասխանել է. Իհարկե մենք կարող ենք որոշ բաներ անել, որոնք ֆինանսական առումով շատ վատ եւ կործանարար կլինեն Ռուսաստանի համար, բայց հուսով եմ դրա կարիքը չի լինի։ Մոսկվան աջակցում է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքելու առաջարկին, դա ճիշտ գաղափար է, սակայն նրբություններ կան։ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման շրջանակում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահի խոսքով ցանկացած հրադադար պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության եւ միտված լինի ճգնաժամի բուն պատճառների վերացմանը։ Հասկանալի չէ ինչպես է լուծվելու իրավիճակը շփման գծում, քանի որ ռուսական ուժերը գրեթե բոլոր ուղղություններով առաջ են շարժվում, ասել է Պուտինը։ Կրեմլի ղեկավարը միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինան կարող է օգտագործել հրադադարը ռազմական ներուժը զարգացնելու համար։ Նա նաև չի բացառել, որ կարող է հեռախոսազրույց ունենալ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու կրակի դադարեցման հարցը։ Պուտինը հավելել է, Ռուսաստանը կբանակցի հակամարտությունը դադարեցնելու հարցով, հաշվի առնելով գետնի վրա ստեղծված իրավիճակը, իսկ այն արագորեն փոխվում է հօգուտ Ռուսաստանի, ասել է Կրեմլի ղեկավարը։ Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը Մոսկվայում է, օրակարգում է ոչ միայն ուկրաինական հարցը, այլև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները։ Վիտկոֆին կարող է ընդունել նաև Վլադիմիր Պուտինը։ Կուրսկի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման եւ Սուջա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու մասին Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին Ռուսաստանի նախագահն այցելել է Կուրսկի հրամանատարական կետերից մեկը։ Սա 2024 թվականի օգոստոսին Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Մարս։ Նրան դիմավորել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զեկուցել սահմանային իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ ազատագրվել է ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք, հակառակորդի զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը, ասել է Վալերի Գերասիմովը։ ԳՇՊՏ-ը հավելել է, որոշ շրջաններում ռուսական ստորաբաժանումները հատել են պետական սահմանը եւ մտել Ուկրաինայի Սումիի շրջան։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ շատ սեղմ ժամկետում հնարավոր կլինի դուրս մղել ուկրաինական ուժերը Կուրսկի մարզից։ Նաեւ պետք է մտածենք ապագայում պետական սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին, հավելել է Կրեմլի ղեկավարը։ Պուտինը համոզմունք է հայտնել, որ Կուրսկի շրջանում ռուսական կողմի դեմ պայքարողները ահաբեկիչներ են։ Գերի ընկածներին պետք է վերաբերվենք որպես ահաբեկիչների, շեշտել է Ռուսաստանի նախագահը։ Կուրսկի շուրջ իրավիճակը մեկնաբանել է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նա հայտնել է, որ Կուրսկի շրջանում եւ Սուջա քաղաքի արվարձաններում ակտիվ մարտական գործողություններ են։ Ռուսական ուժերը փորձում են դուրս մղել մեզ եւ ռազմական գործողությունները տեղափոխել Սումիի եւ Խարկովի շրջաններ, մանրամասնել է Սիրսկին։ Հրամանատարը նշել է, որ զինվորների կյանքը փրկելու համար անհրաժեշտության դեպքում ստորաբաժանումները տեղափոխվում են ավելի բարենպաստ դիրքեր։ Սիրսկին եզրափակել է, չնայած ճնշմանը կշարունակեն Կուրսկի ուղղությամբ պաշտպանությունն այնքան, որքան դա նպատակահարմար եւ անհրաժեշտ կլինի։ Դիանա Գասպարյան, լուրեր։